Ես համարում եմ, որ այդ առաջադրանքը ես մաքսիմալ իրականացրել եմ։ Հայաստանից մինչև ամերիկյան ռեզիդենսի քո հարցազրույցների պատմությունը։ Իրականում իմ հարցազրույցները չնայած մարտահրավերներով էին ինձ համար, իմ լեզվի ցածր մակարդակը, սերտիֆիկատ չունենալ այդ հարցազրույցների ընթացքում, երբևէ հարցազրույցների փորձ չունենալը, բայց ես նորից մաքսիմալ իրան վայելել եմ, որովհետև ես իմ առաջադրանք էի ուղղակի դրել ինձ մաքսիմալ ճիշտ էքսպրես անեմ, արտահայտեմ իմ մարդ տեսակը, ինչով էր դա կարևոր, որովհետև ես հասկանում եմ, որ ես կարայի կեղծ կերպար ինչ-որ ստեղծեի, որը համապատասխան է շատ այդ մարդկանց, իրանք կընտրեին այդ կեղծ կերպարը, հետո ես կգնայի կբախվեի իրականությանը։ Ես որոշեցի ուղղակի մաքսիմալ անկեղծ ինձ էքսպրես անեմ ու այդ ազատությունը ուղղակի լինել այնպեսին ինչպեսին դու կաս ու չուզել համապատասխանել հիվանդանոցի ստանդարտին կամ ամերիկյան առողջապահական համակարգի ստանդարտին, ինձ թույլ ատվել, որ ես նորից մաքսիմալ վայելեմ այդ process-ները, ու ես համարում եմ, որ այդ առաջադրանքը ես մաքսիմալ իրականացրել եմ ու ամենահիշարժանն ուղղակի այն էր, որ հարցազրույցի ընթացքում երբ արդեն քիչ ժամանակ էր մնում, բժիշկներից համարյա բոլորն ասում են, լավ, այս հարցազրույցը մի կողմ, պատմիր քո կիզոմբայի մասին, որովհետև ինքը ինձ անծանոթ բառ էր ամերիկյան կոնտինենտում, ու ես այդպես սկսում էի ոգևորված պատմել իմ կիզոմբայի մասին, ու կարող եմ ասել, որ բոլոր հարցազրույցները անցել են շատ թեթև, հաճելի, մաքսիմալ ընկերական մթնոլորտում, որովհետև իրականում ես 10 տարվա կլինիկական փորձով բժիշկ էի ու շփվում էի իմ գոլեգաների հետ, որոնք իմ տարիքին էին, նույնիսկ կարային ավելի երիտասարդ լինեին եւ այլն, ու ուղղակի ասում եմ, process էր, որտեղ ես ունեի հնարավորություն ինձ էքսպրես անելու ու ես արեցի դա։